Հովանես, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այս տարբերակով համաձայնեցիք 1-2 հարցի հետ կապված ձեր պատասխանները տալ։ Տեսեք, կարծում 3 դուք էլ տեսաք ազգային ժողովում ինչ տեղի ունեցավ, ընդդիմությունը բերել էր նախագիծ, որով բոլոր նրանք, ովքեր կուրանան ցեղասպանությունը, քրեորեն կպատժվեն, բայց դրան անմիջապես հաջորդեց ձեզ կրտուքը ազգային ժողովում։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ Տեսա ազգային ժողովի տեղի ունեցածը, բայց ճիշտ ասած չմասնակցեցի, որովհետև քիչ շատ ԽՊ-ի հետ ինչ-որ տենց բախումների մասնակցելը շատ բան է, էլի, անհարիր է մարդկությանը։ Ամեն դեպքում Դաշնակ Հայաստան խմբակցությունը բերել էր մի նախագիծ, որը նպաստում պետք է քրեական պատասխանատվություն ենթարկեր նրանց, ովքեր կժխտեն, որ իմ մեծ պապերին, տատերին հանդեպ այդ ոչրագործությունը, սպանությունը, ունեցվածքը խլելը արվել է նրա համար, որ նրանք հայ են եւ դա ցեղասպանություն է եւ հետեւաբար պետք է քրեորեն պատժվեն, եթե նրանք ժխտեն, որ այդպիսի բան արվել է։ Ինչը նորմալ է, ոչ միայն վերլուծելով որպես հայ լինելու տեսակետից, այլ մարդ լինելու տեսակետից, հատկապես 20-րդ դարից հետո, երբ որ ստեղծվեց ցեղասպանության տերմինը, հենց նկատի ունենալով հայերին, Ռաֆայել Լեմկինը հերյա հոլոկոստից փրկված իրավաբանը, որ այդ տերմինը առաջ բերեց, հենց հայերին նկատմամբ տեղի ունեցածն էր, հա, նախ եւ առաջ հիմք ընդունել։ Մյուս կողմից, եթե հիշենք, նաև հայակվեմ քաղաքացիական նախաձեռնությունը, այն ժամանակ նախաձեռնություն, հիմա արդեն ազգային քաղաքացիական միավորումը նույնպես նման օրինագիծ էր բերել, հա, Արցախը ճանաչել այլ պետության կազմում քրեականացնել եւ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվել, այսինքն ավելի հեռուն էր գնացել նաեւ հայակվեն, ոչ միայն շղթելը քրեականացնել, դրա ճանաչման համար պայքարից հրաժարվելն էր քրեական պատիժ ուզում սահմանել, մենք տեսանք, հա, ժողովուրդը կողմ էր այդ նախագծին, բայց քանի որ մենք ապրում ենք բռնապետական եւ մեր շենքերը գրաված, մեր հողը գրաված մի հատ խմբակի հետ, զուգահեռ նաև հանձնող, հա, գրաված եւ հանձնող, գրավել են, որ հանձնեն այդ խմբակի հետ, դրա համար նրանք կարողացան Արցախը տալով այդ մարդկանց մոտ այդ ապաթիա ստեղծել, մի խոսքով նրանք կարողացան մերձել, բայց դա չի նշանակում, որ բանը գաղափարը երբևէ կցնդի։ Հիմա վերլուծենք երեկվա արվածը, բայց ուրիշ տեղից եմ ուզում գամ։ Ես ճիշտ է չմասնակցեցի այդ բախմանը, բայց ես տեսա, որ հայտնի ոչ այդքան խելացի բան, տղա Արսեն Թորոսյանը ասել էր, որ Դաշնակցությունը հատուկ օրինագիծ է բերում ազգային ժողով, որպեսզի մենք մերժենք ու իրանք ասեն դավաճան են։ Հա, բոլորս էլ հասկանում ենք, որ հենց նպատակը դա է, որ բերել են մի հատ օրինագիծ, որը բխում է իմ, ձեր եւ մնացած Դաշնակցության, այդ թվում Արսեն Թորոսյանի երեխաների, գուցե Արսեն Թորոսյանի չէ, բայց նրա երեխաների շահերից, ինչու՞ չէ նաեւ նրա կնոջ եւ նրա կնոջ ընտանիքի շահերից է բխում, բայց նրանք պետք է մերժեն այդ օրինագիծը։ Գիտեք ինչ է դարձել, մենք քանի որ այնպես է, որ դավաճան են եւ նրանք իրենց դավաճանությունը շարունակում են, մեզ մնացել է օրինակ ասենք կայֆավատ լինել դավաճանների վրա, որովհետեւ իրականում նրանք իշխանության չեն, նրանք ունեն իշխանության լծակներ, բայց օրինակ չի կարող Ալեն Սիմոնյանը ունենա իշխանություն, որին ասենք մի հատ եղբոր կնոջը բռնում են, ինքը սկսում է ենթարկվել ու ինքը իրեն կոչում է իշխանություն։ Այդպիսի բան հնարավոր չի, ինքը կարող է բան իմաստով իշխանության լծակներին տիրապետելու իմաստով լինի իշխան, բայց իր անձը իշխանություն չի, իշխանության անձը նա է, ով կատարում է իր կամքից ելնող իր ճիշտ որոշումները, չէ՞։ Օրինակ ես չեմ կաշկանդված Ալեն Սիմոնյանի կամ Խաչատուր Սուքիասյանի պես, հա, որ հենց ոտը մի քիչ այսքոմ փախցնի, միանգամից են սիլի գործը մեջտեղ են բերելու են հետքի հետաքննության արած պատմությունները։ Մենք դրանով կաշկանդված չենք, այսինքն մենք ինքներս տեր ենք մեզ, այսինքն ինքներս մեր իշխանությունն ենք։ Այնպես որ հա, դուք դավաճան եք, մենք ինչքան ուզենք, ոնց ուզենք, անընդհատ պիտի ճպցնենք մեր ուզած ձևերը, որ դուք դավաճան եք, այսինքն կայֆավատ պիտի լինենք ձեր վրա։ Ո՞վ է ժխտում, որ Դաշնակցությունը չեր ենթադրել, որ դուք մերժելու եք այդ նախագիծը։ Ինչքան ուզեն, կարան այսպես ձեռ առնեն ձեզ։ Հա, ձեռառնելու չէ, իրոք այստեղ կանոնած ենք մեծագույն կորուստների առաջ եւ երբ որ դուք ասում եք իրենք ըստ էության իշխանություններ չունեն, բայց դուք տեսակ երեք
չէ առաջին օրը, որ ձեր ամեն ասացի համար ձեր գլուխները պատերով տանք, գլուխ չի մնա, Արեն Սիմոնյանը ասում է ընդդիմությանը, եւ այս վարքագիծը ինչի դրսևորում է ձեզ։ Լակոտակրատիա քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ինքը տվել է այդ տերմինը, որ սա լակոտակրատիա է։ Այսինքն մենք գործ ունենք մի խմբակի հետ, որոնք իշխանությունը պատկերացնում են լակոտավարի։ Այսինքն իրենք կարող են անել ամեն ինչ, մեղքը բարթել ուրիշների վրա, պատով, գլուխները պատով, տամ անընդհատ կորուստներ ունենան բանում, բայց այդ ասենք պատանեկան այդ բաներով է, հա, լեզուն այդ բանը դրան բնորոշ է այդ լակոտակրատիային, արարքները դրան բնորոշ է, որոշումները դրան բնորոշ է, մեծի հանդեպ հարգանքը ու վարքը դրան բնորոշ է։ Այս ամբողջ մի հատ համակարգ է, որը անցել է անկախ Հայաստանով, ինքը անջատվել է ավանդական բանից, ազատականներն են, հա, այդ թվում ես էլ եմ ազատականներ, չի որ ես բանը պահպան, ես շատ հարգում եմ պահպանողականությունը, նրանք անհրաժեշտ սեգմենտ են բանի ազգի կայացման ու որոշումներ կատարելու համար, բայց ինձ իմ ներսից ավելի ազատական եմ զգում, բայց սրանք անջատվելով դրանցից, մտածելով, որ այդ ամեն ինչ բխում է այդ պահպանողականից եւ ամբողջ կոռուպցիան, անարդարությունները, ամեն ինչ այդ պահպանողականների արդյունք են, իրենք անընդհատ միայն դրա դեմ պայքարելով դառնում են լակոտակրատիա, որովհետեւ նրանց թվում է թե միայն իրենք են ճիշտ եւ ճշտի գերագույն աստիճանում են իրենք, ու գիտեք ինչին է նման, այն երեխաներ կան, որ մի բան ես ասում, օրինակ ասում ես արիստեղ, ասում ես չեմ գա, արիստեղ ասում ես չեմ գա, հակադրվելու համար, հա, հակադրվում են, բայց հենց ասում ես դե մի արիստեղ գալիս է, այսինքն հակադրվում է։ Հիմա օրինակ սրանց պարագայում շատ հավանական է, եթե ռազմավարություն ընտրես, ասենք բան անես, ասես օրինակ ցեղասպանություն չի եղել, սկսեն ոնց թե ցեղասպանություն չի եղել, բայց չեն կարող իրենք ըստ էության շատերն ասում են, այդ իրենց արյան կանչով են իրենք շփվում։ Իրանք պարզապես հակառակվելու սինդրոմ ունեն, այդ հակառակվելու սինդրոմը շատ բան է, երևի քիներ էլ կարող է դուրս անել, թե ինչի է այդպես, բայց սա է իմաստը, հա, իսկ ներքին հոգեբանությամբ են իրենք այդպես հակառակվում։ Իրանք ասեն չեն պայքարում երկրի կառուցվածքի, երկրի զարգացման մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար։ Իրենք պայքարում են իրենց պատանեկությունում կրած եւ երիտասարդությունում կրած բան նեղած կոտությունների համար, որ գիտեք ինչ, չի նայեք, ես ինքս բանակում բազմաթիվ անարդարություններ եմ տեսել, այդ թվում սպայակազմի ֆիզիկական բռնության մասին է խոսքը, օրինակ ասենք այդ դոգ կոչվածը Վարդան Ղուկասյանը, ինքը իմ ժամանակ եղել է ռազմական ոստիկան եւ ես տեսել եմ թե ոնց է ինքը զինվորների արյունը խմում եւ ծծում։ Այնպես որ այդ անարդարությունը տեսել եմ, բայց այդ ամբողջ այդ անարդարությունը դու չես կարող վերագրել ամբողջ բանակին։ Հիմա այս օրինակ այն մեկը որ կա, որ ինքը բանը տկլոր է մանեկել բանակում, ըստ իր ասած։ Վահագն Ալեքսանյանի մասին է խոսքը։ Այսինքն ինքը որ տրոսիկ չի ստացել, հիմա վրեժը լուծում է Սեյրան Օհանյանից, օրինակ, ազգային ժողովի դահլիճում։ Բայց ինչու բոլորն ասեն քո կողքին նստած Գագիկ Մելքոնյանից այդ նույն վրեժը լուծի, որովհետև թիկունքի պատասխանատուն ինքն է եղել եւ գողացողը ըստ էության պետք է որ ինքը լիներ։ Դրա համար ինքը իրան թվում է թե Գագիկ Մելքոնյանն էլ է այն մարդը, որին որ տրոսիկ չեն տվել։ Սեյրան Օհանյանին, այսինքն իրանք տրոսակիցներ են, հա, բանը Գագիկն ու Վահագնը, սա է նրանց ընդհանրությունը, նրանք կարծում են, որ երկուսն էլ հենց Սեյրան Օհանյանը որպես բանակ, սիմվոլ, հա, եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը բոլորը, հա, անկախ նրանից թե իրենց որոշումներում որներ արդյունավետ որը չէր, դա չի էականը, բայց իրանք այդպես են պատկերացնում ու հիմա այդ բանն է, այսինքն Սեյրան Օհանյանը այնտեղ իրանց բանակն է։ Եթե Սեյրան Օհանյանը գար իրանց թիմ, դա կանջատվեր այդ իրանց ընկալած այդ բանով մետամորֆոզային այդ բանակից։ Տեսեք, իրենք նաև ասում են Կոնջորյանը ազգային ժողովի ամբիոնից, ըստ էության 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչներն ասում են նախկինում Հայաստանը արյան բաղնիկ է իքսարկել։ Կոնջորյանը շատ ծիծաղելի դեմք է։ Այդ Կոնջորյանը ուրեմն թղթե շերեփի դեմ, ասեցի շոր շերեփով բարձրացել է ազգային ժողովի ամբիոն, երբ որ լուսավոր Հայաստանից էր։ Ու խոսում էր նրանից, որ այդ Բերլինի կոնֆերանսում, բանի 19-րդ դարի վերջում, հա, այդ Խրիմյան հայրիկը որ եկել էր, ասում էր
մեզ ոչ մի բան չէր հասնում, բոլորը իրենց բաժին հարիսան էին վերցնում, մեր թղթից էր շերեփի բան, ինքն էլ որպես դրան եկել էր բան, ինչ որ հակառակ կարծիք ասելու, որ մենք այլևս պողպատյա շերեփ։ Սա փոխեց իր կուսակցությունը, լուսավոր Հայաստանից գրած քաղաքացիական պայմանագիր, որպեսզի արագ իշխանություն դառնա, ու հասնեն այդ իր երկաթյա շերեփով հանձնեց Արցախը։ Հիմա սրանց կապ չունի ինչ են ասում, իրան ժամանակ հանձնվել է Արցախը 150,000 մարդ մնացել է անտուն, կապ չունի ինչ ուզում են ասեն, իրանց պատասխանատվության տակ է։ Հիմա այստեղ գոնե թղթից շերեփ ուներ Խրիբյանը հայրիկը։ Սրանք բանն է, ճիշտ ասած չգիտեմ, եթերային բառատը, բայց դիլդո է սրանց հասկանում եք, բան է, շերեփը ընդհանրապես գոյություն չունի այլևս։ Էդ է, դրա համար այնքան մազալու եւ ծիծաղալու է։ Երևի էս որ բացօթյա ենք անում ավելի հանգիստ ենք խոսում, բայց շատ ողբերգություն է, որովհետեւ սա ծիծաղալու է, բայց սրա հետևանքը ողբերգությունն է, որը իրենք բերում են եւ երեք օրինակ հոկեբանը մեծ զրույցում ասաց, որ ըստ էության իրենք այս կերպ փորձելով այդ ամեն ինչ օգտագործելով նորից այդ նախկինների թեման շահարկելով իրենք հաջորդ արունահեղության պատասխանատուներին են փնտրում։ Իհարկե, անընդհատ այդ լակոտակրատիայի սինդրոմներից մեկն էլ է, ես ինչ անում եմ, ինքս մեղավոր չեմ։ Մենակ ռուսական փիլիսոփայության մեջ ընդհակառակն է Բերդյաևի բանով, կարծիքով, որը ընդ որում բանի համար Ռուսաստանի նախագահի համար հենց ինքն է կորիզը փիլիսոփայության բացի ինից իր համար էական ինքնուրույնությունն է, այսինքն մեր ազգում ինքնուրույնությունը ամենաեական բանն է, որ պետք է տեղի ունենա, այսինքն իմ գործած բոլոր որոշումների պատասխանատուն ես եմ, գործած բոլոր սխալների եւ ճիշտ արածների պատասխանատուն ես եմ եւ իմ հույսը, իմ անելիքները միայն դուրս են գալուս ինձնից, ես ինքս իմ վրա եմ դնում այդ ստավկան, հա, որպեսզի կարողանամ անեմ։ Եվ հիմա տեսնում ես, ասենք Ռուսաստանի վարած քաղաքականությունը, հատկապես պոստ-ելցինյան ժամանակաշրջանում, տեսնում ես, որ այդ ինքնուրույնության սինդրոմը սենց անընդհատ գործում է մեջ, հա։ Երբևէ տեսել եք, ասենք, բանը, ինչ որ ասենք, Չեչնիայի համար Պուտինը ինչ որ ուրիշին մեղադրեր կամ բանի Նորդոստի համար, հիշում եք այդ տերակները, որ եղան կամ Բեսլանի համար, չէ, մեղադրանքները տերորի իհարկե բանը տերորիստներին են, բայց այնտեղ անելիքները, ասենք, իրանցն են։ Մի խոսքով, լավ, այդ Ռուսաստան շատ չգովենք, հիմա տենց բան տրենդային չի Ռուսաստանի գովելը, ճիշտ չեն հասկանում, բայց վերադառնալով մեր պարագայում, եթե նայենք սկսած նույնիսկ ֆիդայական շարժումներից անընդհատ հույսը ինչ-որ մեկի վրա է ու հենց նախ ֆիդայական շարժումներից, հետո 18-20 թվականի ժամանակ բանից 17-ի ժամանակ, երբ որ Ռուսաստանը Վանից դուրս էր գալիս, երբ որ Վանում հաղթանակներ էինք տոնում, նախ եւ առաջ էինք խաղում, Ռուսաստան, մեր բարեկամն էր, իրանք էին։ Հետո Ռուսաստան հեղափոխություն եղավ, ջարդվեց բանակը, դուրս էին գալի, ռուսները մեզ քցեցին, ռուսները մեզ դավաճանեցին։ Հետո այդ ընդհարումների ժամանակ այդ Ադրբեջանը թաթարական, թուրքական, վրացական sense այդ խառը կոնֆլիկտների ժամանակ, որտեղ ամեն մեկը մեկի հետ էր սիրավեպ անում, ասենք Վրաստանը Գերմանիայի, բանը Ադրբեջանը Թուրքիայի, մենք էլ Անգլիայի վրա էինք հույսներս դրել։ Հետո դից մեկ էլ Անգլիայի շնորհիվ մենք կարողացանք հաջողությունների հասնել, բայց Անգլիան չտվեց մեզ այն ինչ որ մենք ակնկալում էինք իրանից ու սկսեցինք հիմա Անգլիային փնովել։ Այսինքն այս հասունության խնդիրը այն մեր ազգային շարժման մեջ միշտ բացակայել է։ Անընդհատ հույս հավատալով որ այս կամ այն մեզ ինչ որ մեկը մեզ պետք է մեր տեղը իր որոշումները անի, մեզ օգտագործելով, հետո ոնց որ պիտի անպայման մեզ ոնց որ վարձատրի։ Շահերը համընկնելը պետքա ընկալել ու իրար հետ գործել, բայց պետք է նաև այդ շահերը համընկնելու արդյունքում քո ստանալիքը լավ հաշվարկված անես։ Բայց հիմա սա այսօրվա Հայաստանում սա չի խնդիրը։ Այս նախկին ներկայի թեման շուտով վերանալու է։ Վերացել է ըստ էության արդեն, որովհետև իրենք այնպիսի աղետ են հասցրել հայ ժողովրդին։ Ինձ ուրիշ բան է անհանգստացնում։ Օրինակ տեսեք Գյումրիում, որ հաջողության հասավ ազգային թևը, ինչը շատ ողջունելի է, բայց վերադարձավ հենց այդ նախկին մտածելակերպը։ Վարդան Ղուկասյանը ինքը նահապետական մարդ է, հա, պահպանողական նահապետական։ Ոչ թե հենց պահպանողական, այլ մի աստիճան էլ ավելի նահապետական։ Ինքը արդեն սկսել է խոսքով
անձնային ազատություններին դեմ բաներ ասել, ինչը ինքը տենց է, իր կառուցվածքը տենց է։ Դրա ազատությունը տեսանք ու մենք դրա օրինակով տեսանք, այս մարդիկ ինչեր են բերել, ինչ որ ձևով դրա սահմանափակումներ պետք է լինի։ Հիմա սպասեք ասեմ։ Մեկը այդ նույն ասեռականների հասցեին, կանանց հասցեին արված արտահայտությունները, ինչպես նաև հագուստի հետ կապված արտահայտությունները, ինչ որ ասել էր պորտերը բաց դուրս են գալիս, թե ինչ։ Հիմա տեսեք, դա յուրաքանչյուր ազգը բնակչության մեջ բնականաբար այդ պահպանողական զանգվածը կա, ինչը շատ էական է բանի համար։ Մյուս զանգվածը, երևակայողները, ազատականները, իրենք նույնպես մեր ծննդարաններում ծնվում են, ծննդարան բանում մի խոսքով ծնվում են մեր բանում, հիվանդանոցներում ծնվում են ու նրանք ավելի տենց ազատական են, երևակայող են, անձնային ազատություն են ուզում եւ այլն, ինչը եւս շատ էական է ազգային ստեղծարարության համար, ազգային զարգացման համար։ Այս երկուսի բալանսավորումը անհրաժեշտ է որպեսզի պահվի, բայց դա խնդիր կա։ Այս Նիկոլ Փաշինյանին եւ նրանց արբանյակները իրենք 2018-ին եկան հենց այդ ազատականության հոսքի վրա, որովհետև այդ ազատ մարդիկ ուզում էին այդ բանից ազատվեին հանրապետականներից ու երբ որ եկան, հետո կամաց դարձան դավաճան, այսինքն այդ ազատության։ Բայց շատերը գնահատում իրենք հենց այդպեսին էլ եղել են, ուղղակի պետք է գալ այդ ինչ որ մասը այդպես եղել է, չէ, ինչ որ մասը չի եղել։ Դե պետք է ներքուստ այդ ամենի կրողը լինես, որի վերջո տանես մի պետության կորստի, հաջորդին էլ կանգնացնես այդ կորստի շեմին։ Արցախը իրենք հանձնեցին եւ այսօր կանգնած ենք Հայաստանը կորցնելու շեմին, երբ որ գնում եք իրանցի ճակած պատի մոտ։ Լավ, իմ ասածը դրա մասին չի։ Իմ ասածը նրա մասին չի, իրանք ի սկզբանե այդպես եղել են, թե չէ։ Գուցե մի մասը այդպես եղել է, գուցե մի մասը այդպես չի եղել, գուցե մի մասը, օրինակ ասենք Ջուլ Ֆալակյան Արսենը, որ իրանց падգամավորներից էր, դուրս եկավ, չէ։ Դե որովհետեւ Ճիժամին հասկացա, որ այս մարդիկ ինչ դավաճանություն որ շատ են շանտաժներով են պահում, հա։ Դե իհարկե։ Հիմա ասենք այդ մարդը կարող է չդիմանա այդ շանտաժին, մնա, ասենք տեսեք Հովիկ Աղազարյանը օրինակ դիմացավ այդ շանտաժին եւ դուրս եկավ, բայց հիմա իմ ասածը հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանին պարզ է, այդ զանգվածին տանողն էին, որ այո, դու կարող ես քո մարմնի հետ ինչ ուզես անես, դու ազատ ես եւ այլն, ու դարձան դավաճան։ Հիմա այդ ազատության սիրահարները այնուամենայնիվ իրենք կան, բայց իրենց հենարանը տեսնում են դեռևս մի քիչ այնտեղ, բայց գիտեն, որ արդեն դավաճան են, բայց այս կողմից վախենում են։ Որովհետեւ իրենց համար մարդը, որը ասենք տատու է անում, ենթադրենք դաջվածք է անում, կամ մազերը մի քիչ սենց հասարակում, ոչ թե սենց, իր համար վախենալու է Վարդան Ղուկասյանը։ Հիմա բացարձակ ընտրությունը դա ցույց տվեց, որ իրականում էս իրենց ճակերտավոր ազատական մտածողները ցույց տվեցին, որ ոչ, այս մարդիկ ինչ ազատական մտածողներ, իրենք դավաճաններ են եւ իրենք վաղ թե ուշ Գյումրիներ են հանձնելու եւ գնացին ընտրեցին մարդկանց, որոնք կա ազատական հայրենիք պահող են։ Կա ազատական մտածողություն եւ այդ ազատական մտածողության հենարանները դարձան դավաճան։ Այդ անձնային ազատության մտածողությունը չվերացավ, բայց նրանց հենանը դարձավ դավաճան։ Հասկանում եք, ոնց որ ասենք կարող է լինել, ասենք պահպանողականները, օրինակ բանում վերցնենք Կիպրոսի դեպքերը, հա, Կիպրոսի դեպքերում հակառակը եղավ։ Բաններ իրենց հոգևոր առաջնորդներ երկրի ղեկավարը եկան հեղաշրջում արեցին, բաները, ասենց ֆաշիստ ազգայնականները ու երկիրը տարան կործանման։ Այնտեղ հակառակ բաններ, բայց դավաճան չէին այնտեղ։ Դե փաստը, Փարեքյարը եւ Գյումրին ցույց տվեցին, որ դավաճանությունը չի կիսում ժողովուրդը եւ դեմ է հենց դա ամենակարևոր բանն է։ Հիմա բայց երբ որ ավարտեմ կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Հիմա մյուս հենարանը Լևոն Բարսեղյանն, Արամ Սարգսյանն է, այդ Զեյնալյան, մի խոսքով այդ խումբն է, մյուս հենարանը այդ ազատների, որը իբրև թե արևմտյան են, բայց բացարձակ արևմտյան չեն, այնտեղ ուրիշ կոնստրուկտ է իրանց մոտ, ինչ որ գավառական կոնստրուկտ է, հա, արևմուտք գնալու, որտեղ արևմուտքը իրանից ենթադրում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իսկ այս 7 տարիներին այն ինչ որ տեղի անեցել, դրա հետ կապ չունի։ Սա է խնդիրը, որ մեր պարագայում, Հայաստանի պարագայում ազգային ազատական ուժ ծնվելու, կայացվելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանա այդ ազատության մարդկանց չսարքի ընդդիմադիր չերես Նիկոլ Փաշինյան կամ Լևոն Բարսեղյան կամ մնացած։ Չէ, դրա բանը չկա։ Ինչ են ասում։ Արմատները չկան, որտեղ 7 տարիների ընթացքում այդ թիրախի հարցը երբ որ լուծվի, այդ թիրախի հարցը ենթադրենք բանը,
Ես առաջարկում եմ ավելի առաջ նայել, որովհետև եթե մենք չկարողացանք բալանսային այդ ազատական ուժը գտնել, որը ազգային ազատական է, հա, այսինքն բան չի, Նիկոլ Փաշինյան չի, պարտվողական ազատական չի, հա, եթե հիմա չկայացանք, երբ որ սրանք փոխվեն, չէ, հենց սրանք փոխվեն, իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ մնացած Ալեն Սիմոնյանների այդ զանգվածը հայկական կպնելու է նորից իրանց ու իրանց հետ չի լինելու վստահեցնում եմ, բայց ասեք 18 թվականից հետո ով վերցրեց ընդդիմության դրոշակը, Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որովհետև հայրենիք են պայել, հայրենիք հանձնողներ չեն եղել։ Չէ, որով միայն դա չի պատճառը, Հա, դե դաշտը, այո, որովհետև դաշտում իրանք էին։ Հիմա իմ բանը, մտածողությունը, իմ ցանկությունը եւ գուցե նաեւ հետագա անելիքները են լինելու, որպեսզի կառուցվի այդ ազգային ազատական ուժը։ Դե ժամանակի ընթացքում, բայց ես կուզեմ որ այդ ազատները չգնան կպնեն սրանց նորից։ Ես կուզեմ նաեւ դուք անդրադառնաք Կիրանցի պատի մոտ տարել էր գործարարների այդ ճաքած պատը, որը ստերության ու ֆեսն էլ դրել էր, կարմիր ֆեսը դրել էր որպես Օսմանյան կայսրության հպատակության նշան։ Եվ 5-րդ ալիքը Կիրանցից ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ այնտեղի բնակիչները խոսում էին այն մասին, որ եթե Ադրբեջանի քմահաճիկով թույլ տան 2 ժամ մարդիկ դուրս կգան իրենց հողը կմշակեն, կենթանիներին կտանեն, արոտները, այս իրականության մեջ ենք մենք, խնդրեմ այս մասը ձեր կարծիքը։ Այս իրականության գիտեք վտանգը որն է։ Այս իրականության վտանգը այն է, որ Նիկոլ Փաշինյանի արածները մեր ցանկությունները եւ Նիկոլ Փաշինյանի արածները այնքան են իրար հակադիր, որ նույնիսկ հիմա եթե կրկին վերադառնալով այն թեմային, որ Նիկոլ Փաշինյանը վաղը չլինի, մենք իր արածի չափով շատ դժվար ժամանակներ են մեզ սպասում, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ վաղը մենք չենք կարողանալու Արցախը գրավել։ Չէ՞, մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, եթե սկսենք բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ոնց պետք է այս Նիկոլի բանակցությունների տակից դուրս գա։ Նիկոլի բանակցությունների տակից դուրս գաս Ադրբեջանը կարող է հարձակվի։ Եվ այստեղ Դե դա նաև իրենց թեզն է իմիջայլոց կբերենք պատերազմ, չեք ուզում ես պատերազմ լինի, մենք չենք լինի պատերազմ դու բանակցությունների մեջ ես, եթե բանակցություններ պետք է լինեն։ Բան չեմ ասելու, ճիշտ եք ասում։ Նախ այդ բանակցությունները պետք է լինեն գերիների ստուր եւ շարունակենք, բան չունեմ ասելու։ Բայց մեր սուվերեն տարածքից դուրս եկեք եւ շարունակենք։ Նիկոլը ոչ միայն Արցախը հանձնեց, Նիկոլը հանձնեց Հայաստանի հնարավորությունները Արցախը ավելի արագ վերադարձնելու եւ նաեւ Հայաստանի կորուստը ավելի մոտեցրեց, որտեղ այդ Տավուշի բարձունքները մի տեղ էր, որտեղ մենք լավ էինք, հա, այդ բարձունքները լավ էր։ Հիմա Ադրբեջանը բոլոր տեղերից, այսպես բորեն ու պես ատամները սրած, սպասում է իր պատմական պահին, ոչ թե սպասում է, չի սպասում, գործում է, ուզում է գնում է դեպի ստեղծման այդ պատմական պահի, որ սենց իջնի հոշոտի։ Ու սրանք բերել են, հանգեցրել են դրան։ Ու այդ Կիրանցում ինչ էր բացույց տալիս այդ գործարարներին այնտեղ այդ գործարարների միության նախագահներ հպարտորեն լսում, չգիտեմ, Ռայֆ Երիկյաններ հպարտորեն լսում։ Ես վերջերս գիտեք, ինձ մեկը պատմեց, ասաց, որ բանից հետո 44 օրյայից հետո ոնց է գործարանների հետ հանդիպում էին կազմակերպել, հրավիրել էին, բա կգաք, դե գործարանել ասել է դե հա կգամ, երևի մտածում է կարա ինչ որ բանով օգնի, որ այդ 44 օրյայի վեհիկը լավացնի։ Մի խոսքով ասում եմ, թե գնում ենք, որ այդ ժողովին մասնակցենք, բան անենք, մեր ներդրումը ունենանք, տեսնենք ինչ անելիքներ կան, բա։ Ասում եմ, եկես ես մի 4 հատ կամերայով դուրս եկան մեր դիմաց, sense նկարեցին բան, sense բան։ Այս ասում եմ, դուք պես չէիք զգուշացրել, չէ՞ որ sense պետքա նկարեք։ Այսինքն այս մարդկանց իշխանության պահելը, այս 21-րդ դարում այդ բանն է, կադրը ստանալով է, չէ՞, հիշում եք, երբ որ զինված ուժերը հրաժարական պահանջեց, իրան մի կադր էր պետք է հրաժարականը ոչնչացնելու համար։ Մի հատ գնա մտնի այդ գլխավոր շտաբ, բոլորը ոտքի կանգնեն, մի երկու այլ անի ու բանը, ժողովուրդը ասի ան, էսեին ու խնդիրներ ստեղծվեն մարդկանց հարաբերությունների մեջ։ Հիմա այդ բանին 44 օրից հետո նույնիսկ գործարաններն ա օգտագործել։ Սա իմանալով մեր հոգեբանությունը, որ մենք ամեն ինչից sense ռեակցիոն ենք դառնալ, ռեակցիոն պատասխան ենք տալու, բան ենք անելու, անարգանքով ենք վերաբերվելու։ Ինքը գիտի, որ ինքը գարլախա, որ իրան կպնեն, կգարլախվեն, sense վիճակներ։ Անընդհատ այդ իրավիճակները ստեղծում է իրան։ Բայց այդ գործարարներն էլ նաև խելք պետք է ունենան հասկանալու համար, որ պետք չի օգտագործել այս մարդու ձեռքով։ Դե հիմա թող ունենան, ինչ ասեմ, իմ ասածայինը, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը աշխատում։ Իմ ասածայինը, թե ոնց է ինքը այս տարիների ընթացքում իր իշխանությունը պահել։ Հիմա այդ գործարանները կգնան կհանդիպեն, թե չեն գնա հանդիպի, չեմ կարող ասեմ։
Ես նկատել եմ, որ գործարար շրջանակներում ավելի ու ավելի են մարդիկ աճում, ձևավորվում, որոնք ավելի դեպի նմանվում են Ռուբեն Վարդանյանին, որովհետև Ռուբեն Վարդանյանը բանտի բակվում ցույց տալով իր կեցվածքը, տենց է, չէ, ռոլ մոդել են ասում, օրինակելի ես դառնում։ Օրինակ ես երբ որ Գրիգորի Խաչատուրովին բանտարկել էին, ես նրա ենթակայության տակ ծառայած զինվորականներից մեկի հետ էի հարցազրույցանում, ինքը ինձ ասաց, որ Գրիգորի Խաչատուրովը երբեք մեզ չէր ասում սա արեք կամ նա արեք, երբ որ ինչ-որ փոփոխություն էր համազգեստում։ Ինքը ասում է կրում էր այնպես ինչպես հարկն է, ասենք գոտինա, բաննա, շևրոնա, Եվ իրենք դրին օրինակով ժամանակին գալ։ Հա, ասում եմ մենք նայում ենք, դե մենք հրամանատարն է, մենք ոնց որ օրինակ էինք վերցնում իրենցից, ոնց է երեխան օրինակա վերցնում հորից, չէ։ Նույնն էլ էս պարագաներում է։ Հիմա մի քանի գործարար կգտնի, հա կգնա, բայց հարցը այն է, որ երբ որ ավարտվի այս համակարգը, հույս ունեմ Հայաստանի ավարտով չի լինի դա, այդ պարագայում մեր գործարարները արդեն կունենան այն բազան, որտեղ իրենք կարողանան իրենց գործունեությունը ծավալել Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Ընդ որում մեր դիվանագետներն էլ եւ կառավարությունն կհասկանան, որ արտերկրներ գնալուց պետք է անպայման հաշվի նստել մեր գործարանների շահերի հետ, որպեսզի հարաբերություններ ստեղծեն ու մեր գործարանները կարողանան այն երկրներում իրենց ընդլայնումը իրականացնել, որտեղ ի վերջո լավ է, հիմա կապիտալիստական համակարգում ենք ապրում, այդ ենք ընտրել սովետական միությունից հետո կապիտալիստական, ուրեմն գործարարի տար թող աշխարհը գրավի, բայց ոչ մի բայց ասածս այնա, էսա, հիմա գործարանները կհանդիպեն, ժողովուրդը նորից կքրվի եւ այլն, այդ կոնֆլիկտները կստեղծվի, իսկ ես առաջարկում եմ, որ մենք բացի ռեակցիոն լինելուց նաեւ լինենք խորամանկ։ Խորամանկությունը կարող է լինել երկու ձևով։ Ինչ է անում, ինչ է ուզում, ինչ ռեակցիա է ուզում մեզնից ստանալ եւ անել դրա հակառակը կամ առհասարակ որևէ բան չանել։ Մյուսը, թե ասենք Նիկոլ Փաշինյանի գործած այդ տեխնոլոգիան ոնց կարելի է կիրառել հենց նրա դեմ։ Օրինակ, ասենք նկարվելով իր սիրելի գործարարների։ Տեսեք, քանի որ ասացիք, իրենք փորձում են իրենց ինչին կպնել ըստ էության եւ այդպես այդ մարդկանց անվանարկել եւ այլն, հիմա իր տիկինը հաջողակ ընտանիքներ, կամ չէ հաջողակ ընտանիքներ, չէ, ընտանիքներին է փողով ընթրիքի հրավիրում։ Լավ, սա ինչի դրսևորում է ձեզ։ Ռեկետ են փող են, ռեկետ չի, փող են վերցնում էլի այդ մաներից ընտանիքներից ու պահում են իրենց ենթակայության տակ։ Ես իմ այս ավելի քաղաքագիտական բան է, մեկնաբանության կարիք ունի, թե ինչ է անում Աննա Հակոբյանը այս իր արածներով, այդ արդյոքի հողա նախապատրաստում իր հաջորդ ղեկավարը լինելու համար, ճիշտ ասած այդպես չեմ կարծում, ավելի հավանական է կադրային քաղաքականություն վարելու համար է դա անում։ Այսինքն խորհուրդ եմ տալիս ավելի քաղաքագետից ճշտել, թե ինչի համար է այս Աննա Հակոբյանի արածները։ Եվ այսօր ապրիլի 23-ն է, սպասվում է ջահերով այո, եւ խնդրեմ ըստ էության մարդիկ արտոնության կոչ են անում, որ ցեղասպանության ուրացում չի լինելու, հակառակը հիշում ենք եւ պահանջատեր ենք։ Դե հիշում եմ եւ պահանջում եմ ինձ, ես հիշում եմ, որ երբ որ սրանք եկան իշխանության, նախ առաջին ծիծեռնակաբերդի դեմ բանը փոխելն էր, կարգախոսը փոխել է, հիշում եմ եւ պահանջում եմ ինձ սարքեցին, հիշում եմ։ Հետո հանրային հեռուստատեսության ֆիլմ էին ցուցադրում հայ-թուրքական սիրո մասին, որ երիտասարդները Գերմանիայում հայ եւ թուրք են, բայց սիրահարվում են։ Հա, լավ է, թող սիրահարվեն, բայց ինչ պիտի հանրային հեռուստատեսությամբ այդ ռոպագանդան անենք, երբ որ մենք արդարության դեռ չենք ասել։ Հա, ինչքան ուզում են, թող Գերմանիայում գնան սիրահարվեն, բայց դա չի նշանակում, որ պահանջատիրությունը պիտի դադարի։ Հա, այդ առաջի ծիծեռնակներն էր իհարկե։ Հետո հիմա արդեն հիշում եմ ու պահանջում եմ ինձ իջել ենք, հասել ենք մի ուրացիր, հա, արդեն կարգախոսը դարձել է մի ուրացիրը։ Գիտեք, ես այս վերջերս մի բան էի անում, հարցազրույց արեցի Խորհրդային Միության ժամանակ 65 թվականին հայոց ցեղասպանության ճանաչման առաջին ցույցերին մասնակցած եւ կազմակերպած ուսանողների հետ։ Բոլորը հիմա իհարկե գիտնականներ են, պրոֆեսորներ են, դոկտորներ են եւ
այդ ժամանակ ցեղասպանության ճանաչումը չէր ձևավորվել, այդ ժամանակ հողեր էին ասում, հա։ Իհարկե այդ ժամանակ սովետական միությունը որոշակի թուլացրել էր որոշակի բոլտեր, որպեսզի հայերը կարողանան իրենց ազգային հովերով տարվեն ու գան դեպի ցեղասպանություն։ Ինչի համար էր դա արվում, որովհետև ՆԱՏՕ-ն առաջ խաղացում էր իրական բյուջկային մարտագլխիկներ դնում Թուրքիայի սահմանում, ինչը վտանգ էր սովետական միության համար։ Սովետական միությունն էլ հայերի ազգային շահերը օգտագործում էր ոնց էր Թուրքիային զսպելու համար։ Հիմա սրանք լակոտակրատիան, տեսեք, ստեղ էլ է իրենց խնդիրը, էլի։ Սրանք քանի որ լսել են կամ գիտեն, որ մեր շահերը միշտ օգտագործվել են գերտերությունների կողմից, սրանք որոշել են, որ հրաժարվեն մեր շահերից, որովհետև գերտերությունները օգտագործում են դա։ Հա, պարզ է, որ գերտերությունը, բայց իրենք ընտրում են Թուրքի շահը։ Հա, հասկանում եք, հենց դա պարզ է, որ գերտերությունը Թուրքիան է ստեղծել։ Պետք է օգտագործել, բայց դրանից չի բանանում, ճշմարտություն չի վերանում, որ իմ պապերին մորթել են։ Այս օգտագործում, հա, ես օգտագործվում եմ, հարց չկա, գնանք տեսնենք ինչև բանը որտեղ է օգտագործել, բայց իմ ճանաչման պահանջը իմ շահն է։ Եվ օրը կգա, երբ որ ասենք ես իմ շահի համար ինչ-որ ձևով կօգտագործեմ լեհերին կամ գերմանացիներին, ի վերջո դա էլ անում ենք, չէ՞, ցեղասպանության ճանաչման համար պայքարը հենց դա է։ Մենք ցեղասպանության ճանաչումով կարողանում ենք Եվրոպայում որոշ պարլամենտայի ներկայացուցիչների համոզել, որ Թուրքիային մի մտցրեք Եվրոմիություն։ Չէ, ձեր ընտանիքի մարդ չի, մի արեք այնպես բանը, տենց է եղել։ Նույնիսկ հասել են նրան, որ Գերմանիան ինքը հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևում իր մեղքն էլ է ընդունել։ Եվ սա ամբողջությամբ արվել է Հայաստանի Հանրապետության կողմից, մեզ չեն օգտագործել, այստեղ որ ինչ բան սովետական միությունը արդեն չկա։ Ասածս ինչ է, այո, պետք է իմանալ, որ մեր շահերը միշտ համընկնող երկրների շահերի հետ օգտագործվելու են։ Իրենց նպատակը չի լինելու ցեղասպանության ճանաչումը, բայց ցեղասպանության ճանաչման օգտագործելը նպաստելու է իրենց նպատակին։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր շահից, անհեթեթություն է։ Մեր շահերը մնալու են եւ սրանք ժամանակավոր են, իսկ մեր Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր է, գիտեք, չէ՞, մեռնում են մարդիկ, հա։ Բայց մեր շահերը մնալու են, այնպես է սա ժամանակավոր։ Իսկ այն որ այդ 65 թվականի ցույցերից պատմեն, քեֆը ուղղակի բերում է, թե ոնց են sense համալսարաններից դուրս եկել մարդիկ սկզբում չեն միացել, հետո ովքեր որ միացել են խոտեր էին դնում են համալսարանների դռների մոտ, որոնք չէին միանում, ասում եմ մի քիչ գնում էինք, հետո միանում էին, Սիլվա Կապուտիկյան, Պաուլ Սևակ, sense այդ խոսքը տանում էին, ասում եմ գնացինք հրապարակ սկզբից, հետո Կոմիտասի արձանի մոտ, այնտեղ Սևակին հələ չգիտեին, Սևակը առաջին անգամ ինչ որ հանրության առաջ ելույթ էր ունենում, հետո ասում է գնացին Կրկեսի մոտ գարեջրատուն կար, այնտեղ Սևակը բոլորին գարեջուր պատիվ տվեց ու բոլորի գարեջուրներ բան փակեց, էլի հաշիվը, այդպես լավ ժամանակ են։ Այսինքն ուրացում չի լինելու ըստերության։ Չի կարող, չէ, ուրացում եղել է, չէ։ Իրենց կողմից, ընդամենը մի խմբակի կողմից։ Տեսեք, մենք խոսակցությունը սկսեցինք բանից Հայաստանի խմբակցության օրենքից։ Ես բերեցի նաև օրինակ Հայաքվեի բանը, օրինագիծը։ Այս երկու դեպքով արդեն մենք գիտենք, որ ուրացում եղել։ Բայց Արսեն Թորոսյանն դրա համար է ասում. «Բերում եք, որ ցույց տաք, որ մենք ուրացող ենք»։ Հա, ու անընդհատ ցույց ենք տալու։ Ձեր մահից հետո էլ ենք ցույց տալու, որովհետև դուք արդեն գնացել եք դրա մեջ։ Օրինակ Արսեն Թորոսյանը կարա որպես աթեիստ սկսի ապաշխարանքի ճանապարհը ընտրել, որպեսզի կարողանա այս ուրացման մեջից մինչև իր կյանքի վերջ հասցնի գոնե այդ ինչ-որ ներդրում անի իմ պապերի եւ տատերի արդարությանը վերականգնելու համար, բայց լակոտակրատիայի պայմաններում, այդ համակարգի մեջ լինելու պայմաններում, դա շատ բարդ է, որ դու ինքդ գնաս դեպի ապաշխարացում։ Մանավանդ Արսեն Թորոսյանի պես մարդիկ, որոնց ամեն ինչ անելու են, որ հակառակվեն, հետո գնալու են հարցազրույցներ տան, ասես նստելու են, ասեն, դե գիտեք, ես երբեք չեմ մտածել, որ սիրվեմ կամ չսիրվեմ, ռադիո Ավրորայինն այնպես այդ հարցազրույց, սիրվեմ կամ չսիրվեմ ինչ-որ մեկի կողմից։ Հա, ես էլ առանձնապես անընդհատ ուզում եմ իմ մեջից հանել այդ զգացողությունը սիրվել-չսիրվելու, բայց դրանից չի փոխվում այն ճշմարտությունը, որ իմ պապերի ոչրագործության համար արդարությունը բանը չպետք է վերականգնվի։ Հա, էլի մի սիրվի կամ անընդհատ պայքարի դրա դիմաց, այդ պոպուլիզմի, հա, ներքին պոպուլիզմի դիմաց, որ բաներ անես, որ քեզ սիրեն։ Բան չունեմ ասելու, հա։ Բայց դա չի նշանակում, որ հակառակը պիտի անես, որ պիտի ինչա թե բանը մարդիկ սկսում են քեզ չսիրել, ճշմարտությունից
դուրս գաս գնաս լրիվ ուրիշ ճանապարհ։ Դու հո դու բան չես, մոլի հավատացյալ չես, այ Արսեն Թորոսյան ջան։ Շնորհակալ եմ։